Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը, որ սփռվում է երկուշաբթի մինչև ուրբաթ օրեր երեկոյան ժամը 9-ին, Կիրակի առավոտյան ժամը 10-ին այս կայանով։ Այս ծրագիրը բոլոր ծրագիրները հեռարձակվող այս ալիքի վրա սփռվում են Charter-ի 384 ալիքով, Spectrum-ի 1623 ալիքով, Antenna-ով 10.4 ալիքով եւ ABC.tv ծեր հեռախոսների վրա ինտերնետի միջոցով, Facebook-ի միջոցով եւ YouTube-ով կարող եք դիտեք բոլոր այն ծրագիրները, ինչ հեռարձակվում են այս ալիքի միջոցով։ Այսօր ես պիտի խոսեմ այս նյութերի մասին։ Նախ Eugene Carroll-ի մասին խոսեմ, քիչ հետո բացատրությունը այս ընտրություն, որ լինում է փոստով գրգում են, դրան վերաբերող նյութ Գերագույն ատյանը որոշում տվեց, դրա մասին խոսեմ։ Արդյոք նախագահ իրավունք ունի կառավարության որոշ, որը մասամբ այսպես անկախ վիճակում են, նրանց նաև աշխատանքից հանի թե ոչ, birthright citizenship, ով ծնվում է այստեղ արդյոք ամերիկացի է, դա այդ հարցը գնացել էր նախագահ Թրամփի ցանկությամբ, Գերագույն ատյանը այդ որոշումը տվեց, transgender-ների մասին պիտի խոսեմ, հետո նրանից հետո LeBron James, ամենաճանաչված բասկետբոլիստի մասին խոսեմ, մեկ ուրիշ նյութ, որ 3 տարի առաջվա կապ ունեցող պիտի ձեզ ասեմ, Taylor Swift-ի մասին խոսեմ, Թրամփի եկամուտի մասին պիտի խոսեմ, Eagles, այսինքն փոքր այս թռչունիների մասին խոսեմ, որ այստեղ Big Bear-ում էին, իգլետների մասին խոսեմ, Big Bear-ի եւ վերջավորությանը եթե հասցնեմ Statue of Liberty ազատության այդ արցան ինչ որ գոյություն ունի Նյու Յորքում գեղեցիկ պատկեր իրենից ցուցադրեմ, եթե հասցնեմ այդքանը։ Եվ վերջավորությանը հարցազրույց ունեմ մեկ անձնավորության հետ, ձեզ պիտի ներկայացնեմ հետո։ Իսկ նախքան խոսել այս նյութերի մասին շանթ հեռուստաալիք Հայաստանից iVision-ի միջոցով միանում է հեռարձակումը Հարավային Կալիֆոռնիայում։ Եթե ցանկություն ունեք տեսնելու, պետք է ունենաք iVision-ը եւ այս երկու ալիքները Spectrum-ի եւ Charter-ի վրա շանթի հեռարձակումները այստեղ կարող եք տեսնել։ Եթե դուք բիզնես ունեք, ցանկություն ունեք գովազդեք ձեր բիզնեսը, այստեղ զանգարեք։ Իսկ նաեւ ես ուզում եմ խոսել Ռայիսա Մկրտչյանի մասին եմ ուզում խոսել։ Մեր ամենաճանաչված կին երգչուհիներից մեկը, որ մահացավ մի քանի օր առաջ մահացավ 84 տարեկան ասածով։ Ռայիսա Մկրտչյանը մինչ վերջ հենց Հայաստան մնաց, չլքեց Հայաստանը, հավատացած էր, որ ինքը պիտի այդտեղ ապրի, այդտեղ էր ստեղծագործել, այդտեղ էր ճանաչված անձնավորություն եւ այդպես եղավ։ Իսկ Ռայիսա Մկրտչյանի ինձ մոտ շատ մեծ սեր ունեի իրեն, որովհետեւ մի հետաքրքիր երևույթ, որ ես 31 տարի 9 ամիս առաջ ամուսնանում էի եւ այդտեղ հրավիրել էի նաեւ իրեն։ Այստեղ տեսնում եք ինքը ներկա եղավ Ռայիսա Մկրտչյանն է մոտարապես 31 տարի 9 ամիս առաջ իմ կինս Հովհաննես Բադալյանի հետ եկան եւ իհարկե այստեղ պարոն Ստեփանին եք տեսնում, որ այն անձն էր, որ այս սենտրալի վրա այդ եկեղեցին կարողացավ տարբեր մարդկանցից նվիրատվություն այսինքն գումար նվիրելով այդ եկեղեցին առին, որ իմ ընտանիքս էլ մեկ այդ 12 աշակերտներից մեկն էր։ Ամենայն դեպս այստեղ էին, երբ որ նաև այնտեղ էր Անդրե Դանիկը ճանաչված երգիչ, Սարոն, իսպանական մեկ երգչախումբ էր, նաև Վիգեն այդտեղ երգում էր։ Եվ երբ Հովհաննես Բադալյանը իհարկե Վիգենին մի 30 քանի տարի էր չէր տեսել, տեսավ Վիգենին, ինքն էլ պատշացավ Ռայիսայի հետ ու այդ գիշեր ժամեր երգեցին։ Եվ ամենայն դեպս Ռայիսա Մկրտչյան հանգուցյալ նաև այդտեղ էր, որ մեծ պատիվ ինձ համար, որ իրեն եկել էին ամուսնության ժամանակ եւ մեզ
մեծ հաճույք պատճառեցին, թող Աստված հոգին լուսավորի, հողը թեթև լինի Ռաիսա Մկրտչյանի վրա։ Ես նաև ուզում եմ հիմա խոսել Իսրայելի մասին։ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն օգոստոսի 25-ին 2025 թվականի օգոստոսին մեկ անգամ իրեն հարցրել էին եւ այսպես արտահայտվել էր, որ ես երբեք հայոց ցեղասպանության դեմ չեմ կանգնել։ Գիտեք, Իսրայելը կառավարությունը, որտեղ Թուրքիայի հետ մոտիկ հարաբերություն ուներ տարիներ եւ տարիներ, այստեղ աշխատանք էր տանում եւ ուրիշ երկրներում, որովհետեւ իրենք Թուրքիայի հետ մոտիկ բարեկամություն են, Թուրքիան ասում էր Իսրայելի եւ հրեաներին, որ դեմ կանգնեն տարբեր երկրներում, ինչ որ գիտեք 33 գոնե երկրներ հայոց ցեղասպանությունը ընդունել են։ Եվ Իսրայելը կարևոր էր նաև ու Թուրքիայի հետ մոտիկ հարաբերություն ունենալու հետևանքով չէր։ Ասացի, բայց իրեն երբ հարցում են, ասում են, բայց ես դեմ չեմ կանգնել։ Մեր ներկայացնի տան անդամները պետք է քվեարկեին ու չնայ։ Հիմա իսկ Իսրայելի այս վարչապետ Նաթանյահուն եւ Իսրայելի նախարարները, ուրեմն կառավարությունը Իսրայելի իրեն ժողովում առանց մեկը դեմ կանգնելու իրենք ընդունել են հայոց ցեղասպանությունը։ Հիմա կարևոր սա է, որ ներկայացնի տոնը իրենցը ընդունի։ Գիտեք, Իսրայելը այսպես իր վարչակազմը այսպես է, որ ամեն կուսակցություն, որ այնտեղ ներկայություն է ունենում, ով մեծամասնություն են լինում, նա կառավարությունը ղեկավարում է, նախարարներ է վերցնում եւ ղեկավարում է։ Ուրեմն դրա համար պիտի շատ հեշտ լինի, որ եթե այսինքն վարչապետը, որ կոալիցիա է կազմել, այդ ավել ծայրահեղ հրեաների հետ կոալիցիա է կանչել եւ ղեկավարում են երկիրը, եթե իրենք համաձայն են, ուրեմն պետք է հեշտ լինի, որ իրենց ներկայացնի տան մեջ թունվի հայոց ցեղասպանությունը։ Որ ես հույս ունեմ անկախ դրանից, որ հիմա որովհետև Թուրքիայի հետ վատ հարաբերություն է եւ Թուրքիան խիստ ասում է ցեղասպանություն է տեղի ունենում Գազայում, Իսրայելը ցեղասպանություն է տեղի տվել Գազայում կամ Գազայում ցեղասպանություն է տեղի տվել, ուրեմն այդ պատճառով է նրանք Թուրքիային պատժելու համար ասում են, որ Թուրքիան ցեղասպանություն է կազմակերպել։ Այստեղ հետաքրքիր է, որ Իսրայելը մոտավորապես շատ քիչ գնով նավթ է ստանում 50%-ից այդ նավթը ինչ որ Իսրայելում բանացնում են Ադրբեջանից է գալիս կամ Ադրբեջանից է գալիս, որտեղ նրանք շատ քիչ գնով նավթ են վաճառում, որ Իսրայելը իրենց մոտիկ լինի աշխարհում, գիտեք Իսրայելի հետ բարեկամ է, ամերիկյան կառավարության վրա կարող է ազդեցություն ունենալ, Ֆրանսիա, Անգլիա, բոլորի վրա կարող է ազդեցություն ունենալ, Ադրբեջանը շատ մոտիկ հարաբերություն ունի Իսրայելի հետ, բողոքում է, որ դու հայոց ցեղասպանություն անտեղի ես ընդունում, Թուրքիան ցեղասպանություն տեղի չի տվել։ Պատերազմ է եղել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, ուրեմն այդ պատճառով է թուրքեր նաև շատ ջարդվել, գիտեք այդ սովորական խոսքերը ինչ որ միշտ կրկնում են ամենայն դեպս այս իմիգվա ճշմարտությունը։ Ես հիմա ուզում եմ խոսել E.J. Carroll-ի մասին, որը նախագահ Թրամփին մեղադրում էր, որ 1990-ական թվականներին իրեն մեկ department store-ում Նյու Յորքում, որ հիմա այդ department store-ը չկա, իհարկե, այնտեղ այս կնոջը նախագահ այն ժամանակ Թրամփը երիտասարդ անձնավորություն էր 30 պատկերացրեք 6 տարի առաջ բռնաբարել է այս կնոջ այդ department store-ի մի տարածքի մեջ, որտեղ հագուստ են փորձում տանում են այդտեղ է բռնաբարել է այս կնոջը։ Ամենայն դեպս տարիներ առաջ էր իր առաջին նստաշրջանի ժամանակ դատի են տվել եւ վերջ-վերջո ջուրին ընդունեց, որ մեղավոր է Թրամփը։ Ամենայն դեպս 5 միլիոն տուժն էր նաև այդ Թրամփը պետք է վճարեր։ Թրամփը անընդհատ հետաձգում էր վերանայման դատարան գնաց եւ հիմա վերջ-վերջո հասավ Ամերիկայի Supreme Court-ին, որ Supreme Court-ը ասաց չի ուզում նայի այդ հարցին
եւ եթե չպիտի նայի այս հարցին review չպիտի անի ուրեմն վերանայման դատարանի որոշումը ուրեմն Supreme Court-ը ասում է որ վերջնական դա է ինչ որ կա եւ Թրամփը պետք է 5 միլիոն վճարի այս կնոջը եւ տոկոսը այսքան տարի ինչ որ հետաձգել է նաեւ մեկ ուրիշ դատ բացվեց Թրամփի դեմ որտեղ Թրամփ ասել էր այս կինը այնքան տեկեղ է որ ես այդ տեկեղների հետ հարաբերություն չեմ ունենա սխալ է ասում այդ հարցի վրա էր նաև այս կինը իրեն տատի տվեց եւ 83 միլիոն այդ վճիռներ ինչ որ իր դեմ ասացին 83 միլիոն դա ուրիշ դատ է որ հետո պիտի նայվի բայց ամենայն դեպս այդ 5 միլիոն եւ տոկոսը Թրամփը ստիպված է վճարի հաղթվեն է Թրամփը եւ EJ Carroll այս կինը հաղթեն է այդ հարցը այստեղ տեսնում եք EJ Carroll-ին որ հիմա մասամբ 80 քանի տարեկան է հիմա, բայց ինչ որ ասացի տեսնում եք այստեղ դատարանից դուրս եկավ ախտական դարձավ այստեղ EJ Carroll-ին տեսնում եք ինչ որ այստեղ ինքը հետո լրագրող էր թերթի EJ Carroll ուրեմն այդ 5 միլիոնը պլյուս interest-ները, տոկոսները պիտի ստանա։ Իսկ ես ուզում եմ այս հաշվարկման, ընտրության հաշվարկում, տեսնում եք Կալիֆոռնիայում այսպես ընտրությունը տեղի ունենում, անձը կարող է մինչև ընտրության վերջին օրը իր բալետը փոստին հանձնի։ Կամ այդ օրը ղրգի, մինչև այնքան որ այդ վերջին օրվա ստամպը լինում է, օրինակ այստեղ նաև ընտրությունը տեղի ունենում դա այդ դատ բաց էին արել, որովհետև ահա այսպես է նաև 23 ուրիշ նահանգներ այսպես է, որ եթե դուք ձեր տեսնում եք այս Կալիֆոռնիային է, եթե հանձնեք փոստին, դա ընդունելի է։ Հիմա դատ էին բացել Միսիսիփիում, դատը բացվելներ, որ Միսիսիփին նաև այդպես է, որ եթե postmark կամ թվականը այնտեղ գրված է 5 օր Կալիֆոռնիայում դեռ մինչև 7 օր էլ ընդունում են 5 օր հետո եթե հասնի այդ հաշվարկման կենտրոնը ընդունելի է այն մինչև այնքան որ այդ օրը ղրգած լինի անձնավորությունը ղրկել է իր տեսնում եք Գերագույն ատյանի այս դատավորը Էյմի Քոնի Բարեթը ասում է ոչ մի կառավարության օրենքների մեջ մի բան չկա որ բալետը պետք է անպայման ընտրության օրը հասնի դա է որ եթե նահանգը ընդունում է ուրեմն ընդունելի է այսպես ասել այս դատավորը որ վերջնական վճիռն է այս հարցի վրա որովհետև ասում է ընտրությունը կատարելն է միայն հարցը այդ որ բալետը հասնի որ կարողանան հաշվարկումը կատարեն այսպես նախագահ Թրամփն է որ դատը բաց էին արել իր կողմից որը իր դժգոհանքն է հայտնում ասում է խաբեբայություն է տեղի ունենում որովհետև բալետը պետք է այդ վերջին օրը որ օրն է ընտրության պետք է այդ ժամանակ լինի այստեղ նախագահին եք տեսնում որ իր դժգոհանքն է հայտնում Գերագույն ատյանի այս որոշման համար 5 դատավորներ իշահ քվեարկեցին այս հարցին 4-ը դեմ կանգնեցին այս հարցին որ 5-ը 3 դեմոկրատներ էին 2 այսինքն դեմոկրատ նախագահները այդ նրանց ընտրել նշանակել էին Supreme Court-ի անդամ 2-ը մեկը Republican հենց Թրամփն էր նշանակի այդ կնոջը Էմի Քոնի Բարեթին ինքն էր նշանակել եւ Գերագույն ատյանի գլխավոր դատավոր Ռոբերտսն է որ Ջորջ Բուշ զավակներ իրեն նշանակել նրանք միացան դեմոկրատներին ուրեմն այսպես այդ օրենքը ինչ որ բալետը հետո ասնի բայց այդ օրը փոստին հանձնված լինի վերջին օրը փոստին հանձնված լինի ուրեմն ընդունելի է ես հիմա ուզում եմ նաև շարունակել որովհետև Գերագույն ատյանը իր որոշումները տվել է եւ հիմա գնացել է արձակուրդ այդ որոշումները մեկ-մեկ ուզում եմ ցույց տամ որ Supreme Court-ը ասում են որ նախագահը կարող է այն
հաստատությունները, այն regulatory agencies, որը անկախ կազմակերպություն են, նախագահ կարող է այդտեղ նշանակված անձնավորության մինչև հիմա այդպես չի եղել, որ այդ անկախ կազմակերպությունների ընտրվածները նախագահները կարողանան աշխատանքից հանեն։ Justice Roberts-ը այս մասին գրում է, այս մեկ ուրիշ հարցի որոշումն է, վերջին օրերը ասացի իրենց որոշում տվին եւ արձակուրդի գնացին, Chief Justice Roberts ասում է, որ նախագահը կարող է այդ անձիկին աշխատանքից հանի բացի Federal Reserve Board-ի անդամներին։ Federal Reserve Board-ի անդամին նախագահներն են իրենց նշանակում։ Այս կինն է, որ նախագահ ցանկություն ունի իրեն աշխատանքից անի։ Եվ այստեղ Ռոբերտը ասում է, որ բանկինգի յուրահատուկ ապահովություն կա այդ մարդկանց համար, միթե որ մի բան սխալ տեղի են տվել։ Ուրեմն չի կարող իրեն հանի, պետք է պատճառ ունենա, անպատճառ, բայց մյուսներին բոլորին կարող է որևէ պատճառ, ցանկություն չունի, այդ տարբեր կոմիտեներ նշանակված են, թեև անկախ խմբակցություններ են, ինչ որ մինչև հիմա չէին նրանց աշխատանքից հանում, բացի Federal Reserve Board, կենտրոնական բանկի նշանակված անձնավորությունի նախագահ կարող է աշխատանքից հանի։ Ես նաև ուզում եմ birthright citizenship, ահա նաև մեկ հարց, որ birthright, այսինքն մինչև հիմա այսպես էր, տարիները այսպես է 1898 թվականից, ով այստեղ ծնվում է, այս երկրի քաղաքացի է, անկախ դրանից անօրինական անձնավորության, illegal immigrant է եկել այստեղ, անօրինական եկել այստեղ երեխա ունենում, այդ երեխան citizen է, դրա համար հաճախ այդպես է լինում, 250,000 երեխա ծնվում է տարեկան այս երկրում, որ իրենք քաղաքացին չեն այստեղ։ Նախագահ Թրամփ ասել էր, սրանք որ այստեղ ծնվում են, շատ երկրներում այսպես է, եթե դուք գնացեք մի երկիր, այնտեղ ձեր երեխան ծնվել է, նորից որտեղի քաղաքացի դուք եք, երեխան էլ այնտեղի քաղաքացի, բայց Ամերիկայում 1898 թվականից այսպես է համարվել, որ ով այստեղ ծնվում է, անկախ ծնողների ստատուսից այստեղացի է։ Այս հարցը որ նախագահ դեմ էր կանգնել, առաջին օրը որ նախագահը երկրորդ նստաշրջանում, երբ որ հունվարի 20-ին 2025-ին աշխատանք սկսեց, առաջին հարցերից ստորագրեց, որ նրանք քաղաքացի չեն, այս երեխաները։ Եվ այս հարցն էր, որ մինչև հիմա գնաց նախնական դատարան, հետո վերանայման, հիմա Supreme Court-ը նայել է եւ այնտեղ ասացին, որ ով այստեղ ծնվել է, ուրեմն այստեղի քաղաքացի է եւ if it's born here, ծնվել է այստեղ քաղաքացի է։ Եվ այսպես տեսնում եք, ասում են երկրի ղեկավարները կամ կերտողները այս երկրի 14-րդ հավելումը ասում է, որ ով որ ծնվել է այստեղ, ուրեմն այստեղի քաղաքացի է եւ մենք նույն իրենց խոսքը պահում ենք, այսպես գրել է Ջան Ռոբերտս, Գերագույն ատյանի դատավորը։ Մի քանի դատավորներ իհարկե դեմ կանգնեցին այս հարցին, որտեղ Գորսեջ տեսնում եք մեկ Սամուել Ալիթո եւ այն սև դատավորներ, որ սրանք դեմ կանգնեցին այս հարցին, որ ով այստեղ ծնվի, ասում է ազդելու է երկրի ապագայի վրա է ազդելու, այսպես նախագահն է տեսնում եք ասացի առաջին օրը ստորագրել են եւ իմ ասում եմ շատ վատ է որ դատավորները դեմ կանգնեցին այդ իրենց ցանկությանը եւ մենք ներկայացնի տուն եւ սենեթի միջոցով այս հարցը կլուծենք բայց հարցը լուծվելիք չի սենեթի այսինքն սենեթի ու ներկայացնի տան միջոցով որովհետեւ նախ որ սենեթը եւ ներկայացնի տան անդամները 2/3-ով պետք է քվեարկեն այս հարցին որ հիմա այդպես վիճակ չկա որ
2/3 սենետի եւ 2/3 ներկայացնի տան անդամներ այս հարցը ընդունեն եւ հետո երբ որ ընդունեն պետք է բոլոր նահանգների 3/4-ը նաեւ ընդունեն այստեղ տեսնում եք 250,000 ասացի երեխայի ծնվում այստեղ անօրինականների երեխաները եւ տեսնում եք սրանք հիմա ուրախությամբ որ ահա օրենքը անցավ եւ ընդունվեց որ ով ծնվելու է այստեղ անօրինականի երեխա է օրինականի երեխա է համարվում է ամերիկացի birthright իրավունքն է այդպես այդ իրավունքն է ինչ որ ունեն ես պետք դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից transgender-ների մասին նաև Գերագույն ատյանը որոշում է տվել դրա մասին խոսեմ ծրագիրը ովանավորում է Երևան Post ովանավորում է ծրագիրը Երևան Post-ը առաջարկում Grand Hills-ում է գտնվում օթանավով $2.99 pound-ը մի ծանրոց իրենց հանձնեք երկրորդ ծանրոցը նավով մի ծանրոց հանձնեք երկրորդ ծանրոցը նավով անվճար ձեզ համար կտանեն Երևան Post առաջարկում է այդպես նաև Երևան Post-ի միջոցով կարող եք կահկարասիկ ուղարկեք գրասեղան, սեղան, մահճակալ եւ ինչ որ ցանկություն ունեք ղրգել Հայաստան, տեսնում եք ահա այսպես նաև գումար կարող եք ուղարկեք, եթե դրամ ուղարկեք 1%-ը ծրագիրը ովանավորում է Court Furniture ովանավորում է ծրագիրը Central-ը մրթել փողոցի հատման կետում է Glendale-ում նաև Santa Ana եւ այսինքն այնտեղ Orange County-ում Santa Ana փողոց եւ 405 freeway-ի հատման կետում այսինքն Santa Ana-ում ունեն նաեւ Orange County-ում ունեն այս կենտրոններ ունեն նաեւ Ամերիկայով մեկ խանութներ ունի Court Furniture-ը նոր մատրես պիտի կնեք այցելեք Շային թուրը ովանավորում ծրագիրը Շային թուրը շրջագայությունը կազմակերպել այստեղ տեսնում եք Ֆինլանդիա, Շվեդիա եւ Նորվեգիա օգոստոսի 3-ից մինչեւ օգոստոսի 13-ը 10 օրվա համար է $3,980 հեռախոսեք տեղերը ապահովելու համար Մարգանյան փաստաբանական գրասենյակն ովանավորում ծրագիրը եթե դուք վարձակալ եք վարձել եք մեկ ապարտման կամ առանձնատուն վարձել պետք է մաքուր լինի բնակելի լինի Եթե պահարան բացում եք միջատները կնում գալիս են, մրջուն կա, մուկ կա այդ բնակարանի մեջ, դա բնակելի չի, զանգ արեք եւ իրեն հետ խոսեք, դուք ոչինչ չեք վճարում, եթե կարողանաց ձեզ համար գումար վերցնի, հետո իրեն կվճարեք։ Ծրագիրը ովանավորում է Pizza Art-ի, ովանավորում է ծրագիրը Բրբանկում է գտնվում, Glendale-ին շատ մոտ է, Glendale-ի արևանության։ Եթե մի պիցա պատվիրեք, երկրորդ պիցան նույն համավասար 50% զեղչ կստանաք։ Զանգ արեք այս հեռախոս համարին կվերադառնա։ Այս երկրում կան միասեռական են, կան transgender են նաև։ Transgender-ը նրանք են, որ տղամարդ է, իրեն կին է համարում, կին է, իրեն տղամարդ համարում։ Սովորաբար տղամարդիկ են, որ իրենց կին են համարում, ավել այդպես է լինում։ Եվ այս տղամարդիկ, որ իրենց կին են համարում, հետո գնում են այս սպորտի մրցություններին, այս մարզանքների մասնակցում են, ու տղամարդն ավել ուժեղ են, ավել կարող են։ Եվ խանգարիչ է լինում այդ կանանց մրցությունների մեջ։ Հիմա մեկ նահանգ, Միսիսիփի նահանգում դատ բացարին, որ այս տղամարդիկ, այս transgender-ները չեն կարող մրցության մասնակցեն այդպես։ Պետք է, ուրեմն դատը այսպես էր, որ ով ինչ որ ծնվել է, այնպես որ ծնվել է, եթե աղջիկ է ծնվել, ուրեմն աղջիկների մարզանքին, սպորտին կարող մասնակցի տղա է տղաներինը, եւ ոչ թե այդ որ տղամարդը ինքը կարծում է կինը գնա կանանց մրցությանը մասնակցի, բնականաբար տղամարդը ավել ուժեղ է, ավել բոյով է, ավել ամեն ինչով կանանցից ավել ֆիզիկապես ավել ուժեղ է կամ ավել զոր է տղամարդիկ։ Եվ Միսիսիփիում իհարկե 29 նահանգ այս երկրում մինչ հիմա այդպես էր, որ իրենք օրենքին անցկացրել, որ տղամարդիկ, այս transgender տղամարդիկը չեն կարող կանանց մրցության մասնակցեն։ Արդեն այդ նահանգներում այդպես է։
Կալիֆոռնիայում այդպես չի, այսինքն կարող է մեկ տղամարդ կանանց այդ մրցությունների մեջ ասի ես ինձ կին եմ համարում եւ մրցությանը մասնակցի, դա կլինի ֆուտբոլ, կլինի բասկետբոլ, կլինի թենիս, կլինի ինչ որ կարող է ամենայն դեպս Միսիսիփիում այս տատը բացվել էր եւ գլխավոր ատյանը այս մասին նաեւ իր վեճիռը տվել է եւ ասում է որ այդ նահանգում տղամարդը չի կարող ասի ես ինձ կին եմ զգում ուրեմն transgender այդ անձնավորությունը չի կարող գնա կանանց մրցությանը մասնակցի հիմա այս վեճիռը ինչ որ տվել է բոլոր նահանգների համար չի միայն այդ նահանգի հարցի համար է իր վեճիռը տվել 21 նահանգը դեռ անձիկ կարող են այդպես են բայց հիմա որ այսպես ասել է այդ Գերագույն ատյանը որոշ նահանգներ տատ են ուզում բացանել որ երբ որ տատը մի ձև լինի որ գնա հասնի Գերագույն ատյանին բնականաբար կասեն որ այդ նահանգում նաև իրավունք չունի տղամարդը կանանց մրցության կամ transgender անձնավորություն չի կարող մասնակցի ես այստեղ հիմա ուզում եմ ցույց ցուցադրել տեսնում եք այստեղ տարբեր մրցություններ այդպես մասնակցում են եւ դատավորներից մեկը Brett Kavanaugh գրել էր որ նահանգը պետք է ասի որ այդ կանանց մրցության համար պետք է biological կին լինի մեկ ուրիշ դատավոր որ դեմ է այս վիճերին ասում է որ հայտնի չի որ transgender student-ները աթլետները categorically այստեղ տեսնում եք կարող են վնաս հասցնեն կան վտանգավոր լինեն խաղի մեջ այսպես ասել է մեկ դատավոր ինքը դեմ էր դրան որ այդպես լինի տեսնում եք դուրս են եկել կողմ եւ դեմ դուրս են եկել նախագահը նաեւ համաձայն էր որ կանանք չմասնակցեն այս եւ հիմա ասում է որ մեծ հաղթանակ նախագահը ասում է որ սրանից հետո այդ տղամարդիկ չեն կարող կանանց խմբակցությանը մասնակցեն մենակ սա ասացի առայժմ այդ նահանգի համար է 29 նահանգներ իհարկե արդեն թույլ չեն տալիս որպեսզի այդ կանանց մրցություններին չմասնակցեն public դպրոցներում այսպես տեսնում եք այստեղ մեկ Kavanaugh որը վերջնական այդ գրեն է այս հարցը ասում է որ մեկ ռիսկ է որովհետև տղամարդիկ ուժեղ են եւ կարող են վնասեն այդ մրցակիցները ինչ որ եթե աղջիկներ են նրանց կարող է վնաս հասնի Այստեղ այս աղջիկներից մեկն էր այստեղ տեսնում եք նահանգները որ նախապես արգելեն էին որ տղամարդը գնա որպես կին այդ մրցությունների մասնակցի այդտեղ տեսնում եք եւ ասացի 21 նահանգ են մեկը Կալիֆոռնիան է որ թույլ է տալիս օրինակ Ալասկան թույլ է տալիս այնտեղ արևելյան նահանգները մեր հյուսիսում բոլորը հիմա ժողովրդին են հարցրել որ արդյոք այդ transgender-ները transgender կանայք որը տղամարդ են ֆիզիկապես բայց իրենց կին են համարում դուք համաձայն եք որ մրցություններին մասնակցեն ընդամենը 25%-ն են ժողովրդի համաձայն որ այս տղամարդիկ որպես կին մասնակցեն մրցակցությանը եւ 75% հանրությունը Ամերիկայի համաձայն չի որ մեկ տղամարդ որ ասում է ես կին եմ գնա այս սպորտներին մասնակցի այս մրցություններին մասնակցի այստեղ տեսնում եք ժողովրդի կարծիքն եք այստեղ տեսնում Տատարանի արժև էր որ կողմ եւ դեմ դուրս են եկել ամենայն դեպս Տատարանի որոշումը սա էր այս աղջիկը ասում է ուրախ ենք որովհետեւ որոշ այս կանայք ել չէին մասնակցում մտածում էին իր տղամարդիկ անպայման կարող են հաղթահարեն Եվ դրա համար որոշ կանայք էլ մրցությունների չէին մասնակցում, որովհետև ասում են չեն կարող մրցակցել տղամարդու հետ։ Ես նաև ուզում եմ խոսել հիմա LeBron James-ի մասին, ամենաճանաչված, ամենաշատ գոլեր ունեցող Ամերիկայի խաղացողը LeBron James-ն է բասկետբոլի, որ իր տղան նաև հիմա միացել է նույն Lakers թիմի մեջ է։ LeBron James-ը
ուրիշ իհարկե սա մրցակից իր թիմմեյթն է ամենայն դեպս ասել է որ այս շարունակենք այս տարվա մրցությունները որ ավարտվի էլ չի շարունակելու իսկ մեկ ուրիշ հարցեր որ այնտեղ գամբլինգի մեջ մրցակցություններ են լինում որ որոշ անձիկ մասնակցել են եւ հիմա այդ անձերին տատի պիտի տան NBA-ում են եղել կամ ուրիշ մարզանքների մեջ որ երբ որոշում են որ պետք է գամբլ անեն պետք է լավ մրցակցեն թե միցև անեն որ թիմը իրենց թիմը հաղթի այսինքն հաղթեն իրենց թիմին որպեսզի կարողանան այդ գամբլ որ անում են ուրեմն գումար են դնում գամբլ անելիս կարողանան Վեգասի խաղերն է տեսնում եք իրենց եւ ընկերները Դեյվիս անով միասին տեքստ են անում որ այս խաղում մենք պետք է հաղթվենք որովհետեւ գամբլ են արել այստեղ տեսնում եք որոշ բասկետբոլի թիմի անձիկին պատժում են այսպես բայց ամենայն դեպս LeBron James-ը մնում է ամենամեծ այստեղ տեսնում եք իրեն բասկետբոլիստը այս երկրի պատմության մեջ եւ իր տղան նաեւ հիմա միացել է իրեն որ ասել է որ սրանից հետո այս վերջին տարին է ինչ որ Lakers թիմի համար պետք է մրցակցի Ես պետք դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ պետք է խոսեմ Taylor Swift-ի մասին եւ ուրիշ նյութեր ձեզ ներկայացնեմ իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսին հովանավորում է ծրագիրը եթե աչքերի հետ խնդրեմ ունեք ագնոցի կարիք ունեք բոլոր այդ հարցերով դոկտոր Թավանսին 3 կենտրոններ ունի այստեղ տեսնում եք Գլենդելում Ջաքսոն փողոցի վրա իսկ նաև իր կենտրոնը ունի Orange County-ում այստեղ տեսնում եք South Coast փողոցը Costa Mesa այնտեղ կարող եք իրեն հանդիպեք եթե աչքի հետ խնդրեմ ունեք ջուր է հոսում մագնոցի կարիք ունեք բոլոր այդ հարցերով 31 տարվա փորձառություն ունի նաև Pasadena-ում իր կենտրոնը գտնվում է Pasadena-ում հանդիպեք եթե աչքերի հետ որևէ հարցեր կա Դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում ծրագիրը եթե քիթի գործողություն կա գեղագիտական հարցեր կա զանգարեք այս հեռախոսի համարին Դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում ալերգի եւ ասմայով եթե տարապում է զանգարեք այստեղ եւ իր հետ խորհրդակցեք 30 տարվա փորձառություն ունի այս բժիշկը Գլենոքս փողոցի վրա է գտնվում եւ շատ մոտ է Grand View փողոցի հատման կետում է գտնվում Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն 1928 թվականից աշխատում է հարյուրավոր դաշնամուր կա իրենց խանութում Pasadena-ում Գլենդելի արևանության $1000-ից մինչև $500,000 դաշնամուր կգտնեք Hollywood Piano-ում Ռաֆիզ Մարքետն է հովանավորում ծրագիրը պատրաստի ճաշ ունեն եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու կվերադառնա Taylor Swift-ին եք տեսնում այստեղ, որ ասում են այս շաբաթա վերջին Madison Square Garden, որ ճանաչված մրցությունների տարածք է, պետք է ամուսնանա այնտեղ, մի օր մի 100 հոգի են գալու այդ ամուսնությանը մասնակցեն, Travis Kelce անով իր ամուսինն է, որ ֆուտբալ խաղացող, ամերիկյան ֆուտբալ խաղացող է, տեսնում եք իր ապագա ամուսին հիմա նշանված, անցնենք տեսնում եք իրեն հետ եք տեսնում, ուրեմն երկու օր պիտի ամուսնանա այս շաբաթվա վերջ։ Իրենք չեն հաստատել, բայց ասում են 100 հոգի առաջին օրը, երկրորդ հոգին 1000-ից ավել մարդ պիտի կա։ Լրիվ շրջապատը Traffic նաև կանգնեցնել են, որ չգան իրենց մի տերորիստական աշխատանք չլինի, վնասներ չհասնի իրենց, այս տեսնում եք այստեղ է ամենաճանաչված երգչուհին է, որը 1 բիլիոնից ավել իր հարություն է։
ուրեմն 5 շաբթի օր 100 հոգի հյուր են ունենալու առաջին օրը, իսկ երկրորդ օրը, որ շաբաթավերջին կլինի 1000 հոգի հյուր են ունենալու Madison Square Garden, իհարկե հսկա սրահ է, տասնյակ հազար մարդ կարող է կա, cocktail 4-ին Friday օր, հետո այդ խրախճանքը շարունակվելու է մինչև առավոտը ժամը 4-ը շաբաթ օր, ուրեմն ուրբաթ գիշեր մինչև շաբաթ օր առավոտ սա Madison Square Garden Նյու Յորքում է, որ լրիվ շրջապատը փակելու են traffic ամեն ինչ էսպես, տեսնում եք ամենաճանաչված երգչուհին է նա եւ բոլորին ասել են ոչ ոք չի կարող ոչինչ նկարի հեռախոսով կամ ուրիշ որևէ նկար իրավունք չունեն վերցնեն, բացի նրանք, որ իրենք հաստատելու են իրենց որոշումը։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ Վենեսուելայում երկրաշարժ էր տեղի ունեցել 7.1 եւ հետո 7.5 ուժգնությամբ Ռիխտերի սկեյլով, այսպես դեռ շարունակվում է։ Մեկ 3 տարեկան երեխայի 6 օր անցել է կարողանում է փլատակների հանել։ Մինչ հիմա թվում է 1700 հոգի մահացել են, բայց 50,000 անհետ մարդ է կորել։ Այստեղ նաև մի քանի օր առաջ ցույց էի տվել, որ շուն նաև մեկ շանը կարողանում են փլատակներից։ Այսպես տեսնում եք դժբախտություն ինչ տեղի ունեցել Վենեսուելան ամենամեծ պաշար ունի նավթի եւ այսպես փրկարարները դեռ աշխատանք շարունակում են, բայց թվում է որ այս տեսնում եք մայրը մահացել է, երեխային տալիս են հորը, ինչ որ այստեղ տեսնում եք։ Ես հիմա ուզում եմ խոսեմ Թրամփի եկամուտը միայն բիթքոյնից։ Բիթքոյնից 1.2 բիլիոն եկամուտ ունի նախագահ Թրամփը։ Սովորաբար նախագահներ, երբ որ նախագահ են դառնում, ոչ մի բիզնես չեն կատարում։ Իրենց գումարը անգամ տնում են, ասում են blind միտեղ կույր ձևով, որ իրենք լուր չունեն։ Ուրիշ մեկը պիտի կառավարի այդպես է։ Բայց Թրամփը իր բիզնես շարունակում է մենակ բիթքոյնից անցյալ տարի 1.2 բիլիոն գումար է ունեցել։ Բայց իր երեխաները եւ այն ընկերություն, որ ինքն էլ մասնակից է, նաեւ մեկ էլի բիթքոյնից 588 բիլիոն, մոտավորապես 2 բիլիոն եկամուտ է ունեցել այս անցյալ տարվա ընթացքին, որովհետեւ գիտեք նախագահներին գալիս են առաջարկություններ են անում եւ դրա համար է որ միշտ նախագահները բիզնես չեն արել, որովհետեւ այդպիսով մարդիկ անուղակի, եթե ուզում են կաշառը տան, կարող է տարբեր ձևով հնարավորություն ունեն, եթե բիզնես անում, բիզնեսը մասնակցում, այդպես կարող են նախագահին կաշառքներ տալ։ Ես պիտի դադարեցնեմ, կվերադառնամ, իսկ ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե դուք հրդեհ տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնես կենտրոնում bankruptcy պիտի ֆայլ անեք, accident եք ունենում, Անդրե Ղարիբյանի հետ զանգարեք, իր հետ խորհրդակցեք։ Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, 4 կենտրոններ ունի։ Գլենդելում 616 East Glen-Oaks փողոցի վրա է գտնվում։ Ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ես կտանեն կվերադարձնեն։ Jackpot հովանավորում է ծրագիրը, Jackpot գտնվում է Pacific փողոցի վրա, գեղեցիկ հագուստներ է բերված Եվրոպայից, կոշիկներ, հագուստներ ամեն տեսակ, այցելեք Jackpot կվերադառնա։